Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կատարածված կարծիք, որ հարթաթաթությունը պետք է բուժել, սակայն կարծում եմ, որ բավական է մեկ անգամ այցելել մասնագետին եւ ավելի հստակ կստանանք պատասխանները եւ միգուցե առաջին այցից բժիշկը կասի, որ բուժում բացարձակ անհրաժեշտ չէ։ Ծնողները հաճախ ստիպում են, որպեսզի երեխաները ոտքերը ուղիղ դնեն, անընդհատ նկատողություններ են անում, բայց այս ամենը շատ անօգուտ է եւ ոչ մի կարեւոր ազդեցություն չի թողնում կեցվածքի վրա։ Ժամանակի ընթացքում այդ ամենը անցնում է ինքնին։ Լսել եմ, որ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ հաճախ վերջույթներում առաջանում են ցավեր, դա շատ ժամանակ նորմալ է, բայց ապահովագրելու համար մեր մտքերը կարող ենք դիմել մասնագետի։ Ես չեմ հավատում, որ օրթոպեդիկ ներքնակներով եւ պայուսակներով կարելի է ուղղել երեխայի կեցվածքը։ Կարծում եմ այն ավելի շատ մարքեթինգային հնարք է։ Եթե երեխան ունի հարթաթաթություն, ծուրթաթություն կամ բողոքում է աճման ցավերից, ուրեմն պետք է դիմել բժշկի։ Եթե դիմել ենք բժշկի, ուրեմն պետք է լինի դեղ ու ճար, այլ կերպ ասած բուժում։ Բարեբախտաբար միշտ չէ այդպես, քանի որ կան խնդիրներ, որոնք իրականում խնդիր չեն։ Մոլորեցրի ձեզ։ Մանկական օրթոպեդ վնասվածքաբանները վկայում են, որ իրենց կաբինետներում հայտնվող երեխաների կեսից ավելին բուժման կարիք չունի։ Կասեք հրաշալի է, բայց շատ ծնողների համար դա հնչում է անլուրջ, ինչպես թե երեխան ունի խնդիր ու պետք չէ բուժում։ Նրանց մի մասը լուծումը փնտրում է այլ տեղերում, ուր կամ վնասում են երեխայի առողջությունը, կամ լավագույն դեպքում չեն վնասում։ Ծնողական ժողովում խոսում ենք օրթոպեդիկ խնդիրների, նորմայի տարբերությունների ու չակերտավոր հիվանդությունների մասին, որոնք պետք չէ բուժել։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի մայրիկներ, ուրախ եմ ձեզ տեսնել ծնողական ժողովում։ Ուզում եմ անդրադառնանք ձեր փորձին։ Արդյոք եղել են դրվագներ, հարցեր, մտահոգություններ, որ ձեզ տարել են դեպի օրթոպեդի կաբինետ, խնդրեմ։ Այո, երբ առաջին անգամ աղջկաս մոտ նկատեցի խնդիրներ, առաջին քայլը, որ արեցի, մանկական մերսողին դիմելն էր, որը ասաց, որ հնարավոր է իր աշխատանքի ընթացքում ոչինչ չփոխվի եւ ուղղորդեց մանկական օրթոպեդի։ Իսկ ինչն էր ձեր անհանգստության պատճառը։ Երեխայի մոտ ոտքերի շրջանում նկատել էի խնդիր, շատ քայլելուց հոգնում էր, ցավեր էր առաջանում։ Իսկ ինչու հենց առաջինը որոշեցիք մերսողի դիմել։ Ճիշտ քայլերի հերթականությունը մանկաբույժն է, որը գուցե հետո կուղղորդի օրթոպեդի մոտ կամ միանգամից օրթոպեդը։ Ունեցել էի այդ մերսողի հետ, այլ խնդրի հետ կապված, ոնց որ առաջին լուծումս մտածեցի, որ իրեն դիմեմ։ Անժելա, երբևէ առիթ ունեցել եք երեխային օրթոպեդի մոտ տանելու։ Անձամբ ինքս չեմ ունեցել առիթ, սակայն այսպես շրջապատում հանդիպել են ընկերուհիների բալիկների մոտ պատահել է, երկուսի մոտ պատահել է, դրա համար տեղյակ եմ, ինֆորմացիա ունեմ մի փոքր, բայց իրականում նկատել են իրենք, բայց մի փոքր ուշ են ավելի դիմել բժշկի կամ ոմանք նույնիսկ գիտեմ չեն էլ դիմում բժշկի, մտածում են կամ ինքնաբուժությամբ կզբաղվեն, ինչ որ այլ մեթոդների կդիմեն կամ կսպասեն, երկար կսպասեն, տեսնեն ինչ է լինում, ուղղվում է, թե չի ուղղվում։ Իսկ ինչ պատճառաբանություններ եք լսել, ինչու են հապաղում եւ չեն դիմում միանգամից։ Միգուցե իրենք էլ են լսել տարբեր միֆեր, որ ժամանակի ընթացքում դա կարգավորվում է կամ գիտեք, այս, չգիտեմ, կոշիկներով, ինչ որ ներդիրներ կրելով կկարգավորվի, կանցնի ու չեն իմանում անգամ դիագնոզը, այսինքն հենց աստիճանը թեկուզ, թե որ ինչ աստիճանի օրինակ հարթաթաթություն է, հա, կան չէ տարբեր, եթե չեմ սխալվում։ Եվ միշտ պետք է հիշել, որ կան իրավիճակներ, երբ ժամանակը մեր օգտին չի աշխատում եւ պարզապես չդիմելով մասնագետի մենք ժամանակ ենք կորցնում։ Խնդրեմ։ Իմ բալիկը ուշ սկսեց չոչանել, 9-10 ամսական էր եւ անհանգստանում էի, մտածում էի, որ կարեւոր է ողնաշարի եւ մեջքի ամրության համար չոչը շատ կարեւոր է, որ սկսի երեխան անի, քանի որ հիմա ծնողները ու նախկինում էլ դեռևս շատ սիրել են խոդունոկները, քայլակները, երեխային դրա մեջ են դրել, որը եւս շատ վնասակար է մեջքի եւ ողնաշարի առողջության ու ճիշտ զարգացման համար։ Ինքս ուսումնասիրելով, մի փոքր կարդալով, տեսա, որ նույնիսկ 2004 թվականից Կանադայում քայլակները եւ սխալ էր դրա մեջ դնելը երեխային, սկսեցի ավելի քիչ օգտագործել դա եւ ժամանակի ընթացքում քիչ-քիչ քայլը առաջացավ իր մոտ առանց երկար չոչանելու։ Ու այդպես խնդիրը հաղթահարեցինք՝ ի ուրախություն մեծ, բայց մասնագետի չենք դիմել։
Շատ լավ, շնորհակալ եմ։ Երանուհի, ինչպիսին է ձեր փորձը։ Աղջիկս 6 տարեկանում, երբ նոր էր հաճախում բարի խմբակ, հաճախ ասում էր, որ ինքը հոգնում է եւ չի ուզում մասնակցել խմբակին։ Տուն գալիս, մի փոքր քայլում էր ու նորից սկսում էր ոտքերից բողոքել, ծնկներից ներքև, որ ցավում են ոտքերը։ Դիմեցինք օրթոպեդի, համարեց, որ երեխայի ոտքերը իդեալական են, բուժել նրան հարկավոր չէ եւ առհասարակ առողջ մարդուն բուժելը շատ ավելի հեշտ է եւ արդյունավետ։ Իսկ ինչպիսին էր ձեր արձագանքը, երբ լսեցիք մասնագետից, որ բուժելու, ինչ որ միջամտություն անելու կարիք չկա։ Մենք երբեմն թերահավատությամբ ենք լցվում, երբ բժիշկը հոգեբանը կամ որևէ այլ մասնագետ մեզ ասում են, որ խնդրի հետ աշխատելու կարիք չկա։ Նույնիսկ երբ բժիշկը դեղ պետք է նշանակի ու չի նշանակում, ինչ որ խնդրով գնում ես, մտածում են ինչ բժիշկ կա, որ դեղ չնշանակեց, ինչի չի նշանակել, այսպես կասկած է մտնում մարդկանց մեջ, դուր է գալիս, որ գնան երկար տեղատոմսեր ստանան կամ բուժումներ, էլի, ավելի թերահավատորեն են վերաբերվում այն բժիշկներին, որոնք ասում են, որ խնդիրը կանցնի ինքնին։ Եվ այդտեղ ավելի հեշտ է դառնում այն մասնագետներին, ովքեր կարողանում են մարդկանց ներգրավել եւ բուժումներ նշանակել, որոնք օգուտ չունեն։ Ես ուզում եի հենց այդ թեմային անդրադառնալ։ Երբեմն այն ծնողը, ով դուրս է գալիս բժշկի կաբինետից, լսելով այսպիսի պատասխան, որ խնդիր չկա, հանգիստ ապրեք, պետք չէ երեխային բուժել, վիրահատել, ինչ որ գործողություններ անել, հենց այստեղից ծնողը իր քայլերը ուղղում է այն մասնագետների մոտ, որոնք խոստանում են սարեր շուռ տալ։ Դա մեզ հայտնի սնխչիներն են, հատուկ հեղինակային մեթոդներով ճակերտավոր աշխատող բժիշկները, ինչու ծնողները ականջալուր չեն գիտության խոսքին եւ գնում են այնտեղ, որտեղ իրենց երբեմն խաբում են։ Ինչ եք կարծում։ Կարծում եմ օրինակ, որ մի փոքր ավելի մեծ սերունդն է ավելի շատ այդպես վարվել։ Կարծում եմ այս երիտասարդ սերունդը ավելի շատ է սիրում գնալ հենց բժշկի հստակ մասնագետի մոտ։ Քանի որ մեր ժողովրդի մեջ տարածված է, որ բարեկամը հարազատը արդեն ախտորոշումը տալիս է եւ ասում է միանգամից, որ այս խնդիրն ունի երեխան ու միանգամից բուժման տարբերակներ է առաջարկում։ Ունեմ հարևան կամ բարեկամ, որը կարող է այս տարբերակներով բուժել։ Բայց քանի որ խնդրի լուծումը մեզ շտապ է, պետք ու շատ անհանգիստ ենք, հա, կարծում եմ բոլոր մայրիկներս այդպես ենք, մենք բոլոր մեթոդներին կարծում եմ պատրաստ ենք դիմել, որպեսզի պատասխան ստանանք, որպեսզի բուժում ստանանք, որովհետև ինչպես նշեցիք, մոտեցել ենք բժշկին, բժիշկը մեզ չի ասել որևէ բուժում, եւ մենք դուրս ենք եկել կասկածանքը մեր մեջ մնալով, չէ՞ որ մենք արդեն ինքներս որոշել ենք, որ այս խնդիրը գոյություն ունի։ Բոլոր այս սցենարների զարգացումը կքննարկենք քիչ անց մանկական օրթոպեդ վնասվածքաբանի հետ։ Իսկ մինչ այդ կարծում եմ ժամանակն է խոսելու ոչ թե ընդհանրացված, այլ հստակ խնդիրների մասին։ Այս ծնողական ժողովի օրակարգում առաջին կետով կուսումնասիրենք աճի ցավեր հասկացությունը։ Կլսենք մի խումբ պատահական անցորդների կարծիքը խնդրի մասին ու կստանանք մասնագետի պարզաբանումը։ Այդ ամենը մեր առաջին տեսանյութում։ Եթե երեխան ունի աճման ցավեր, ուրեմն նրա աճը խանգարված է։ Միֆ է, թե իրականություն։ Միֆ իմ կարծիքով, որովհետև չեմ կարծում դա ինչ-որ խնդիր է, բնական երևույթ է։ Իրականություն է ու պետք է ստուգում։ Միֆ է։ Ինձ թվում է նորմալ է, որ կարող է եւ ունենա աճման ցավեր։ Կարծում եմ ճիշտ է, որովհետև եթե կա ցավեր, ուրեմն ինչ-որ մի բանի հետևանք են դրանք, բնականաբար ուրեմն խանգարման հետ կապված խնդիրներ կան։ Կարծում եմ դա չի նշանակում, որ աճը խանգարված է, դրանք բնական երևույթներ են։ Մենք դրան ասում ենք պայմանականորեն աճման ցավ, բայց դա կապված չի աճի ինտենսիվության հետ։ Առավել հասարակ լեզվով կարող ենք բնորոշել ցավեր, որոնք հետևում են հոգնածությանը, երեխայի փոքր-ինչ հոգնելուն, գերակտիվ լինելուն։ Եվ երեկոյան, որպես կանոն երեկոյան, երբեմն նաև քնածներից արթնանալով բողոքում են ազդրերի առաջային մակերեսի, սրունքների հետին մակերեսի ցավերից։ Այս ցավերին բնորոշ է առավելապես երկկողմանի լինել, այսինքն միակողմանի ցավը չեն կարողանում այդ բնորոշման տակ տեղավորել։ Աճման ցավը պետք է բուժել մերսումներով կամ դեղորայքով։ Միֆ է, թե իրականություն։ Ինձ թվում է չէ, դա ժամանակի հարց է ու ինքը կանցնի։ Իրականություն է։ Դեղորայքով հնարավոր է յուրաքանչյուր խնդրի լուծում։ Դեղորայքով հաստատ չէ, մերսումներով կարելի է։ Միֆ չի, իրականություն է եւ այն պետք է երևի։ Չես կարող ասել այդ մերսումը կոնկրետ այդ համակարգին, օրգան համակարգին աջակցում է, թե խախտում է ավելի այդ աճի ընթացքը։ Կարծում եմ բուժման ենթակա process չի, ժամանակի ընթացքում անցնում է։ Կարևոր է գանգատ ունենալու դեպքում առաջի հերթին ժխտել հիվանդագին փոփոխությունների առկայությունը։
Սա խիստ կարևոր է շղթվի մասնագետի կողմից, այսինքն այս պարագայում ցանկալի օրթոպեդ վնասվածքաբանի հետ հանդիպում, ով որ օբյեկտիվորեն կգնահատի երեխայի հոդերի կառուցվածքը, այտուցների առկայությունը, կվերստուգի երեխայի գանգատները, կլսի երեխային, կլսի ծնողին եւ անհրաժեշտության դեպքում որոշ դեպքերում հետազոտական ճանապարհով կժղթի օրգանական հիվանդությունների առկայությունը։ Եթե բոլոր տեսակի օրգանական հիվանդությունները ժխտվում են, ապա մենք ունենում ենք որպես մնացորդ աճմանը բնորոշ ցավերը։ Եվ որպես կանոն դա բուժման կարիք չունի եւ հատուկ մերսման, ֆիզիոթերապևտիկ բուժման կարիք չունի։ Եթե ցավը կաշկանդում է երեխայի շարժումները, ուրեմն դա աճման ցավ չէ։ Միֆ է, թե իրականություն։ Միգուցե կարելի է հետազոտել երեխային ապահովությունից ելնելով։ Երևի իրականություն։ Որովհետև կարա լինի ուժեղ կաշկանդող ցավեր ու լինի դա աճման ցավեր։ Այո, կարծում եմ, որ աճման ցավ չէ, եթե պիտի որ սուր արտահայտված չլինեն այդ ցավերը։ Կարծում եմ աճման ցավերը ավելի մեղմ են լինում, չի կարող այդպես շատ կաշկանդի երեխային։ Եթե երեխան ցերեկային ժամերին կարկամած է, ապա անպայման պետք է խորհրդակցել մասնագետի հետ, որովհետև այս պարագայում ռիսկը, որ մենք ունենք օրգանական որևէ հիվանդություն, առավել բարձր է։ Եվ այդ ժխտման անհրաժեշտությունը խիստ կարևոր է։ Եթե երեխայի մոտ կան հոդերի շարժունակության ծավալի, շարժման ծավալի փոփոխություններ, նորից խիստ անհրաժեշտ է, որպեսզի ժխտվեն բոլոր հնարավոր հիվանդագին փոփոխությունները, որովհետև աճման ցավեր կոչվածին բնորոշ չէ հոդերի այտուցվածություն կամ կարկամություն։ Նրանք առավել արտահայտվում են մկանային մասսայի, մկանային զանգվածի, մկանային հյուսվածքի շուրջը։ Որպես կանոն, ցերեկային ակտիվությանը սա չի խանգարում, որովհետև դա լինում է օրվա վերջին, երբ որ իր ակտիվ օրվա շարժումներից, վազքից, խաղալուց, սպորտից հետո երեխան ունենում է հոգնածություն։ Եթե փորձենք մտաբերել, թե երեխաներին առնչվող օրթոպեդիկ որ խնդիրների անվանումներն ենք լսում ամենից հաճախ, թոփ հնգյակում հաստատ կհնչեն հարթաթաթություն եւ ծորթաթություն բառերը։ Միևնույն ժամանակ դժվար չէ նկատելը, որ այդ խնդիրներով երեխաներին համատարած չեն վիրահատում կամ տևական բուժում չեն նշանակում։ Ինչու կօգնի հասկանալ օրթոպեդ վնասվածքաբան Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի օրթոպեդիայի մանկական վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Յավրյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իմ այս նախաբանում եւ ծնողների հետ մեր զրույցում արդեն անդրադարձանք այն երևույթին, որ միշտ չէ, որ խնդիրները ձեր ոլորտի ենթադրում են վիրահատություն, բուժում, տևական բարդ գործընթացներ։ Ինչու է այդպես։ Հարգելի Աննա, պետք է նշեմ, որ դուք իրավացի եք եւ այո, կան խնդիրներ, որոնք բժշկագիտության մեջ համարվում են նորմայի տարբերակներ, բայց իրենք արտահայտվում են օրինակ ստորին վերջույթների որոշակի շեղվածությամբ, որը ծնողի եւ նրա հարազատների աչքերում բավականին տարօրինակ է թվում։ Եվ հաճախ ծնողները այդ պատճառով դիմում են բժշկի եւ բժշկից լսում են պատասխան, որ սա մի վիճակ է, որ պետք է համբերել եւ տարիների ընթացքում ինքը կգա իրեն նորմային։ Եվ կա հակառակ երևույթը, երբ ծնողները չափազանց զգուշավոր լինելու փոխարեն շատ հանգիստ են եւ ինչ որ իրավիճակներում այդ ավելորդ հանգստությունը ի վնաս է գործում, որովհետեւ խնդիրները աչքաթող են արվում։ Այո, դա էլ ունենք եւ բավականին հաճախ դա նկատվում է այն ժամանակ, երբ օրինակ որոշակի խնդիրներ տեսնելով տան մեծերը կամ հարևանները կամ այդ ընտանիքի համար հեղինակություն վայելող մարդիկ պնդում են, որ մենք նորից ունեցել ենք sense խնդիրալ երեխաների մոտ, ինքը կկարգավորվի, անպայման կանցնի, բայց պետք է տարբերակենք, որ խնդիրները նույնը չեն եւ օրինակ թեթև կաղալով քայլվածքը շատ տարբեր պատճառներ կարող ունենա։ Այո, կարող են լինել դեպքեր, երբ դա շատ կարճատև է եւ անցնելու է եւ կան դեպքեր, որոնք լուրջ հիվանդության պատճառով են եւ կարիք կա, որ դիմեն մասնագետի։ Առաջի օղակը բժշկության մեջ դրա համար է, որպեսզի մարդիկ կարողանան մասնագիտական բժշկական կարծիք ունենան եւ մասնագետները, մանկաբույժները այս դեպքում կարող են ծնողներին ուղղորդել դեպի նեղ մասնագետ, դեպի օրթոպեդները կամ ասել, որ սա մի վիճակ է, որը համարվում է ֆիզիոլոգիական, այսինքն նորմայի մեջ է։ Առաջարկում եմ թեման ավելի մանրամասն արծարծենք այսօր մեզ հյուր եկած մայրիկների հետ։ Համեցեք։ Հարգելի մայրիկներ, մենք փորձելու ենք այս թեմայի շուրջ ստուգել մի փոքր մեր գիտելիքները, մեր տեղեկացվածության մակարդակը, բայց մեր խնդիրը չէ տեսնել, թե ով ինչ գիտի, մեր խնդիրն է ձևակերպել հարցը, ցույց տալ մոտեցման տարբերակներ եւ լսել բժշկի մեկնաբանությունը։ Պետք է խնդրեմ, որ սեղանից վերցնեք վահանակները
Դրանց վրա կտեսնեք ճիշտ է եւ սխալ է գրություններ։ Ես առանձնացրել եմ մի քանի փաստ ծուրթաթության եւ հարթաթաթության մասին։ Փաստերի նկատմամբ ձեր վերաբերմունքը արտահայտելու համար խնդրում եմ բարձրացրեք վահանակը։ Առաջին պնդումը. միջազգային ուսումնասիրությունների համադրման արդյունքում կարելի է ասել, որ 1-ից 18 տարեկան երեխաների միջինում 20-ից 30%-ը ունի հարթաթաթություն, որից բուժման կարիք ունի 0.01%-ը։ Ճիշտ է թե սխալ այս մեկնաբանությունը։ Բոլորն ասում են ճիշտ է։ Բոլորը ճիշտ են, գուցե 0.01%-ի մի փոքր համաձայն չլինենք, բայց որ մարդկանց 20-ից 30%-ը հարթաթեր ունեն եւ այդ պատճառով հարթաթաթությունը հանված է հիվանդությունների ցանկից եւ համարվում է թաթի կառուցվածքի առանձնահատկություն եւ նորմայի տարբերակ, դա փաստ է։ Եվ այդ տոկոսը, որ բուժման կարիք է ունենում, դրանք հիմնականում հիվանդությունների պատճառով առաջացած հարթաթերն են, որոնք առաջանում են կյանքի ընթացքում եւ ոչ թե ի սկզբանե կան երեխաների հետ։ Որ տեսակներն են հարթաթաթության, որ բուժման են ենթակա։ Հարթաթաթության այն տեսակները, որոնք առաջացել են որևիցե հիվանդության պատճառով, օրինակ ոսկրային հիվանդությունների պատճառով, օրինակ ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով, օրինակ տրավմաների պատճառով եւ այն իրական հարթաթաթությունները, որոնք մեծ տարիքում դառնում են ցավի պատճառ, սովորաբար սրանք շատ հազվագյուտ են լինում, բայց լինում են այն դեպքում, երբ կրնկի շրջանում դեֆորմացիան, որը լինում է դեպի դուրս, որ մենք անվանում ենք վալգուսային դեֆորմացիա, այնքան արտահայտված է, որ արդեն մեծ տարիքում մարդիկ ունենում են այսպես կոչված կոնֆլիկտ կոշիկի հետ, որը եւ առաջացնում է ուղիղ ցուցում, որպեսզի կատարենք վիրահատական միջամտություն կոռեկցելու համար թաթի դեֆորմացիան, արդեն սա հարթաթաթությունից առաջացած երկրորդային դեֆորմացիայի կոռեկցումն է։ Նույն թեմայի տիրույթում է հաջորդ հարցը։ Նույն ուսումնասիրությունների համաձայն հայտնաբերված դեպքերի ճնշող մեծամասնությունը դասվում է ճկուն հարթաթաթությունների խմբին։ Ճկուն հարթաթաթություն ունեցող գրեթե բոլոր երեխաներն ունեն սիմպտոմատիկ բուժման կարիք։ Ճիշտ է թե սխալ է այս պնդումը։ Երկու տարբերակն էլ առկա է։ Փորձենք հասկանանք, թե իրականությունը որտեղ է։ Եկեք մի հատ դրա համար ճշտենք, թե ինչի նկատի ունենք, երբ խոսում ենք ճկուն հարթաթաթության մասին։ Բոլոր այն երեխաները, որոնք հարթաթաթություն ունեն, իրանց մի գերակշռող մեծամասնությունը սրանք երեխաներ են, որոնք ունեն կապանային գերձգելիություն, այսպես կոչված, որը շարակցական հյուսվածքի կառուցվածք է։ Այս սրան ժողովուրդը հիմնականում անվանում է ճկուն, ինչպես դուք ասացիք, ճկուն հարթաթաթություն։ Սրանք վիճակներ են, որոնք որևիցե բուժման կարիք չունեն հիմնականում, մենք սրանց անդրադառնում ենք միայն մեկ դեպքում, եթե ինչպես արդեն նշել էի, երեխայի մոտ առաջանում է ոտնաթաթի դեֆորմացիա, օրինակ ոտնաթաթի հետին հատվածի վալգուսային դեֆորմացիա կամ առաջի մատի վալգուսային դեֆորմացիա, սրանք դեպքեր են, երբ արդեն օրթոպեդը որոշակի միջոցառումներ է նշանակում, հիմնականում սրանք սուպինատորներ են, որոնք երեխաներին նշանակում ենք հարթաթաթության հետևանքով առաջացող դեֆորմացիաներից խուսափելու համար, բայց այդ կապանային գերձգելիությունը դա գենետիկ կառուցվածքն է մարդու եւ ամբողջ կյանքում լինելու է իր հետ եւ որևիցե բանով չի խանգարելու նրան։ Երբ չկան ձեր նշած այս արտառոց բարդ դեպքերը, երբ է որ երեխան ունի սիմպտոմատիկ բուժման կարիք, որովհետև հենց այդ ձևակերպումն ենք թաքցրել նաև այս հարցի մեջ ու պետք է խնդրեմ, որ նշեք, որ սիմպտոմներն են, որ ըստ իրավիճակի շտկում են ենթադրում ու պահանջում։ Մենք վերաբերվում ենք այս հարցին այսպես։ Կան վիճակներ, երբ հարթ թաթի պատճառով ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ երբեմն երեխաները գանգատվում են հոգնածությունից կամ ոտնաթաթերի ցավից երեկոյան ժամանակ, այս դեպքում երեխայի կոմֆորտը ապահովելու համար երբեմն կարիք է լինում, որ ծնողները դիմեն հատուկ մասնագիտական արհեստանոցներ, որպեսզի այդ սուպինատորները ունենան, բայց հիմնականում գերադրական մեծամասնությունը ուղղակի ճիշտ կառուցված կոշիկ ընտրելով այս հարցի լուծումը ստանում է։ Օգնող միջոցները սովորաբար այս սուպինատորները մեզ պետք են լինում, երբ որ արդեն կա երկրորդային թաթի դեֆորմացիա, ոչ թե հարթ թաթ, այլ հարթաթաթության հետևանքով առաջացող երկրորդային դեֆորմացիաներ։
Ճիշտ կառուցված կոշիկ ասացիք, կոշիկների մասին խաղից դուրս, բայց ուզում եմ հարցնել, ծնողները երբեմն չեն կողմնորոշվում, որն է իրենց երեխային հարմար կոշիկը եւ դիմում են հատուկ մասնագիտացված հաստատություններ, որտեղ կան հատուկ կոշիկներ։ Տեսեք, կա թյուր կարծիք, որի դեմ իհարկե շատ պայքարում ենք, մարդկանց մեջ տարածված է այսպես կոչված, ասում են օրթոպեդիկ կոշիկ, որովհետեւ հաստատված գիտական հետազոտություն չկա, որ օրթոպեդիկ կոշիկ գաղափարը կամ ինքը իվորիցե կերպ երեխային օգնում է կամ չկա բնութագիրը ինչ է նշանակում օրթոպեդիկ կոշիկ։ Մենք գիտենք ինչպիսին պիտի լինի ճիշտ կոշիկի կառուցվածքը, այստեղ պիտի շատ կարևորենք կոշիկի հետին հատվածի ամրությունը, որպեսզի նա կարողանա երեխայի եւ ինչու՞ չէ մեծի կրունկի հատվածը գրկի եւ ամուր պահի, պիտի կարևորենք մի փոքր սուպինատորի առկայությունը կոշիկի ներսում եւ մեր ճիշտ քայլվածքի եւ ավելի հեշտ քայլվածքի համար միշտ ցանկալի է, որ կոշիկի կրունկի հատվածը մի քիչ ավելի բարձր լինի, քան թե թաթի առաջնային հատվածը։ Մնացածը արդեն գույների համադրությունը, ինչից է կառուցված կոշիկը եւ այլն, սա ճաշակի հարց է եւ կապ չունի օրթոպեդիայի հետ։ Կան հատուկ կոշիկներ, որոնք պատրաստում են օրթոպեդիկ արհեստանոցներում, որոնք հիվանդ, արդեն դեֆորմացված ոտնաթաթերի համար է հատուկ պատրաստվում, հատուկ չափը վերցվում է, պատրաստվում է, իրանք չեն վաճառվում խանութներում եւ պետք չի ուղակի գնալ այդ մտքին հետևից, այլ պետք է ճիշտ կոշիկ ընտրել երեխաներին։ Հաջորդ պնդումը. ծուրտ հաթությունը հնարավոր է շտկել մերսումներով եւ հատուկ մարզումներով։ Երկու տարբերակն էլ ունենք։ Ճիշտ է թե սխալ է այս մոտեցումը։ Եվ կներեք, մինչ ընդլայնված պատասխանը ձեր, հարկավոր է լսել նաև ծուրթաթություն երևույթի ձևակերպումը։ Մենք սովորաբար ուսանողների եւ բժիշկների երիտասարդ ես միշտ ասում եմ, որ ծուրթաթությունը դա մի պաթոլոգիա է, երբ պետք չի որ բժիշկը ախտորոշի, քանի որ ինքը այնքան արտահայտված դեֆորմացիա է, դա բնածին շարակցական հյուսվածքի զարգացման բնածին արատ է, երեխայի թաթերի դիրքը այնպիսին է, որ ծնողը հենց ծնվելուց հետո միանգամից տեսնում է։ Սա բնածին արատ է եւ ինքը պահանջում է նեղ մասնագետի օրթոպեդի մոտ բուժման եւ հավատացեք ինձ, որ որևիցե մի ծնող ինքը չի կարող սա շփոթել, չի կարող երեխան ունենալ ծուրթաթություն եւ ծնողը դրա մասին հասկանա օրինակ 1 տարեկանում։ Այսինքն պարզեցինք, որ բժշկագիտական օրթոպեդիկ տերմինոլոգիայով ծուրթաթությունը դա զարգացման արատ է, որը ունի բուժման կարիք, նեղ մասնագետի մոտ։ Իսկ ինչ ի նկատի ունեն ծնողները, երբ որ ես իմ առօրյա աշխատանքով տեսնում եմ ծուրթաթությունը, իրանք ի նկատի ունեն մի վիճակ, երբ երեխան քայլում է ոտնաթաթերը ներս դնելով։ Եվ գերակա մեծամասնությամբ այս երեխաները լինում են առողջ երեխաներ, եւ երբ զննում ես եւ նայում ես երեխայի թաթերին պարկած վիճակում, ներբանները դեպի քեզ, դու տեսնում ես, որ նրանց թաթի կառուցվածքը լրիվ համապատասխանում է նորմալ թաթի կառուցվածքին, բայց երբ երեխան սկսում է քայլել, որոնց մոտ քիչ, որոնց մոտ շատ նկատելի է երեխայի քայլվածքը թաթերը դեպի դերձ դնելով, բայց սրա պատճառը ոչ թե ոտնաթաթերն են, այլ ազդրերի պտույտն է։ Պիտի ասեմ, որ փոքր խումբ երեխաների գենետիկ պատճառով այդպես են քայլում եւ այս քայլվածքի ձևը պահպանվում է եւ մենք գիտենք, որ մեծահասակ մարդկանց չափած մարդկանց 7%-ը ներս քայլողներ են ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ դա նորմայի տարբերակ է։ Նորմայի տարբերակ է։ Բայց մեծ խումբ երեխաների փոքր տարիքում քայլում են դեպի ներս, որտեղ ազդրերը ունեն ներսային պտույտ, տարիքի հետ մինչև 7-8 տարեկան սովորաբար իրանց մեծամասնության մոտ ազդրերի պտույտը կարգավորվում է եւ երեխաների քայլվածքը փոխվում։ Այս խումբը երեխաների, որոնք քայլում են դեպի ներս, որոնց մենք տերմին ունենք, ասում ենք ներս քայլողներ, իրանց ազդրերի պտույտը ներս լինելու պատճառով ունեն շատ սպეციფიկ մի նշան, իրանք որ նստում են գետնին խաղալու, իրենց ոտքերը պտտում են ազդրերը ներս, սրունքները դուրս, ստանում են անգլերեն W տառի տեսքը, եւ սովորաբար երբ գալիս են, ես ծնողներին միշտ ասում եմ, որ սովորացրեք երեխաներին, որ չնստեն այս դիրքով, այլ իրանց համար նույն ձևի ավելի հեշտ է, որպեսզի երեխաները նստեն լոտոսի դիրքով, ինչպես լոտոսի դիրքն է, այդ դեպքում ազդրերը պտտում ենք դեպի դուրս եւ այս երեխաներին կատեգորիկ արգելվում է, որտեվ կան այս մտքերը, որ լսում եմ, որ
հարևանները, տատիկները, պապիկները ասում են ձախ կոշիկը հագցրեք աջ ոտքին կուղվի, աջ կոշիկը ձախ ոտքին կուղվի, պիտի ասեմ, որ վստահ եղեք, որ այն խումբը երեխաների, որոնք գենետիկորեն իրենց մոտ չի մնալու այդ դեպի ներս քայլվածքը, որը ազդրի պտույտի հետ է կապված, բոլորի մոտ, մնացած բոլորի մոտ ուղղվելու է եւ պետք չի երեխային նեղություն տալ եւ կոշիկները թարս հագցնել կամ խլել երեխայի մանկությունի ժամանակը եւ տանել հատուկ բժշկական մերսումների։ Այս առումով պիտի նշեմ, որ ամենալավ մերսողը դա ծնողն է, որ երեխայի այդ ժամանակ է անցկացնում, երեխային ժամանակ է տրամադրում, որովհետեւ մերսման կարիք չկա։ Գուցե մարդիկ տանում են երեխային մերսման, մտածելով, որ դա ուղղելու է իրենց երեխայի ոտքերը, բայց երեխայի ոտքերը ներսային պտույտը ուղղվում է տարիքի հետ։ Եզրափակելով մեր այս թեմայի քննարկումը ծուրթաթության եւ հարթաթաթության, կարող ենք ասել, որ երկու երևույթներ ունեն եւ նորմայի տիրույթում գտնվող արտահայտվածության դեպքեր, եւ նորմայից դուրս, ու այն պարագայում, երբ կա խնդիր, պետք է դիմել կամ խնդրի կասկած, պետք է դիմել, խնայելու ժամանակը եւ հնարավորինս շուտ այդ խնդիրներին լուծում տալու։ Անչափ շնորհակալ ենք ձեզ բժիշկ, ձեր ներկայությունը այսօր այստեղ չափազանց կարեւոր էր մեզ համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ հրավերի համար։ Մեջքն ուղիղ, գլուխը բարձր։ Գեղեցիկ կեցվածքը համացանցում օրթոպեդիկ թեմատիկայով ամենից հաճախ որոնվող հարցումներից է։ Ծնողներն ուզում են իմանալ նստելու այն ձևը, սպորտային կամ պարային այն ուղղության անվանումը, դպրոցական պայուսակի, ներքնակի ու կոշիկի այն ապրանքանիշը, որոնք ապահովում են անչափահասի անթերի կեցվածքը։ Իսկ մենք հարցնում ենք. ինչ է գեղեցիկ կեցվածքը։ Արդյոք այն հնարավոր է ձեռք բերել, ու եթե այո, ապա ինչպես։ Այս եւ այլ հարցերի պատասխանները մեր հաջորդ տեսանյութում են։ Կեցվածքը մարմնի դիրքն է տարածության մեջ, ինչպես ստատիկ, երբ մարմինը անշարժ է, նստած, կանգնած կամ պառկած, այնպես էլ դինամիկ վիճակում, շարժման ընթացքում։ Օրթոպեդիայում իդեալական եւ գեղեցիկ կեցվածքի վերաբերյալ հստակ չափանիշներ չկան։ Մեջքը ձիգ քայլել, գլուխը բարձր պահել, ոտքերն ուղիղ դնել եւ նմանատիպ այլ արտահայտությունները բժշկական չեն։ Դրանք սոցիալական պատկերացումներ եւ ցանկություններ են, որոնք ծնողները կամա-ակամա փոխանցում են երեխաներին։ Ցանկացած ծնող ուզում է, որ իրենց երեխան լինի թիկնեղ, ատլետիկ կազմվածքով, բայց մենք չենք կարող հաշվի չառնել ժառանգական տվյալները կամ անատոմիական առանձնահատկությունները։ Կառուցվածքի մեջ երեխայի շատ մեծ դեր է խաղում ծնողների կառուցվածքը, որովհետև երեխան ստանում է այդ կառուցվածքի կոմպոնենտները ծնողներից։ Առողջական խնդիրները կարող են բացասաբար ազդել երեխայի ուղիղ նստելու կամ գլուխը բարձր պահելու վրա։ Հատկապես դեռահասության փուլում տարածված են իդիոպաթիկ սկոլիոզը եւ կիֆոզը։ Եթե երեխան ունի ողնաշարի դեֆորմացիա, նյարդաբանական խնդիրներ, ընդհանուր թուլություն, թմրածություն վերջույթներում կամ ցավ, որի պատճառով չի կարողանում ուղիղ պահել մարմինը, անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Կարևոր է իմանալ, ոչ թե սխալ նստելն է առաջացնում հիվանդություն, այլ առկա առողջական խնդիրներն են հանգեցնում կեցվածքի փոփոխության։ Հիմնական գանգատը, որով ծնողները դիմում են, դա ուսերի առաջ դիրքն է կամ կլոր մեջքը, դա անպայման չի, որ կապված լինի հիվանդության հետ, շատ հավանական են սոցիալական կամ հոգեբանական խնդիրները, շատ հաճախ տղաների մոտ կտրուկ հոյողանալուց հետո առաջանում են, այսպես ասած, կոմպլեքսները, որի պատճառով ուսերը առաջ են բերում կամ այլ հոգեբանական խնդիրների պատճառով է դա լինում, իսկ աղջիկների մոտ հիմնականում երբ որ սկսվում է սեռահասունացման շրջանը, այդ ժամանակ աղջիկները ամաչելու պատճառով կծկում են ուսերը, այսպես ասած, եւ դա ժամանակավոր բնույթ է կրում։ Երեխաներին կարող են բարդույթավորել ծնողների անիրատեսական ակնկալիքները եւ նկատողությունները։ Մեջքդ ուղիղ պահիր, մի կուզիկացիր, ձգվիր։ Անդադար հնչող այսօրինակ հրահանգները չեն շտկում կեցվածքը, փոխարենը կարող են լարվածություն առաջացնել ծնող-երեխա հարաբերություններում։ Մասնագետները խորհուրդ են տալիս ապահովել երեխայի չափավոր ֆիզիկական ակտիվությունը, սակայն պետք չէ սպասել հրաշագործ կերպարանափոխության։ Օրինակ, կա տարածված միֆ, թե լողն ուղում է կեցվածքը։ Այն պարզապես հավասարաչափ մարզում է մկանները, բայց կեցվածքի վրա էական ազդեցություն չի թողնում։ Նաև
Ուսերը հետ տանող կորսետները կամ հատուկ օրթոպեդիկ մատրասները կամ օրթոպեդիկ կոշիկները որևիցե ազդեցություն չեն ունենում կառուցվածքի վրա։ Կառուցվածքը մենք չենք կարող փոխել։ Պետք է նշել, որ պայուսակ կրել մի ուսագոտու վրա չի առաջացնելու որևիցե դեֆորմացիա, բայց կարող է մկանային ցավեր առաջացնել։ Կեցվածքն ուղղելու մեկ ընդհանուր լուծում չկա։ Եթե խնդիրը ինքնավստահության պակասն է, պետք է աշխատել բարդույթները հաղթահարելու ուղղությամբ։ Իսկ եթե կա խնդիր, մասնագետը կնշանակի համապատասխան բուժում։ Պետք չէ սպասել հիվանդության նախանշաններին։ Խնդիրները վաղ հայտնաբերելու եւ անցանկալի հետևանքներից խուսափելու համար կարելի է ու պետք է օգտվել 10-ից 12 տարեկանների համար նախատեսված ողնաշարի դեֆորմացիաների սկրինինգային հետազոտություններից։ Մանկաբուժի ուղղորդմամբ ձեր երեխան կարող է անցնել այդ հետազոտությունը հենց պոլիկլինիկայում։ Սիրելի մայրիկներ, եւս մեկ արդյունավետ քննարկում էր այսօր եւ ուզում եմ, որ մատնանշեք այն կարեւոր մտքերը, այն տեղեկատվությունը, որ այսօր մտապահել եք եւ տանում եք ձեզ հետ մեր տաղավարից։ Խնդրեմ Երանուհի։ Ես ինձ հետ կտանեմ այն փաստը, որ նախադպրոցական տարիքում լինող ցավերը երեխայի հետ, որոնք գիշերային ժամերի են, որոնք ստորին վերջույթներում են եւ զուգահեռաբար միաժամանակ նույն երկու ոտքում կա, օրինակ, դա նորմալ է, բայց եթե խանգարում է ապրել, ապա կարելի է ունենալ մեկ այց մասնագետի մոտ եւ ոչ թե բազմաթիվ հարցեր։ Ձեր նկարագրած երևույթը բժշկագիտության մեջ կոչվում է աճի ցավեր, ինչպես իմացանք այսօր մասնագետներից, բայց ծնողը չի կարող ինքնուրույն տարբերակել արդյոք սա կապված է երեխայի տարիքային շրջանի հետ, թե ինչ որ խնդրի մասին է վկայում, ուստի այո, ճիշտ եք, ավելի լավ է մեկ անգամ այցելել բժշկի եւ փարատել մեր մտահոգությունները կամ եթե խնդիր է, ապա գնալ դրա հետքերով, դրա հետևից։ Շնորհակալ եմ։ Այսօր ես իմացա, որ հարթաթացության շատ չնչին տարբերակներ են, որոնք պետք է բուժել, քանի որ բժիշկն էլ նշեց, որ հարթաթացությունը հիվանդությունների շարքից դուրս է հանվել։ Այդ փաստին շատ զարմանալիորեն շատ հետաքրքրեց, բայց քանի որ ծնողները անհանգիստ են լինում, կարելի է առաջին օղակի հետ խորհրդակցել, եթե կարիք կա, բժիշկը կուղղորդի ավելի նեղ մասնագետի մոտ եւ այդպիսով չեն ընկնի այնպիսի բուժողների, ճակերտավոր բուժողների ձեռքերում, որոնք խոստանում են, որ մեկ մերսումով կբուժեն իրենց երեխայի խնդիրները։ Շնորհակալ եմ շատ։ Կարծում եմ ծուրթաթության մասով էլ շարունակվում է նույն միտքը, ինչ որ հարթաթացության հետ կապված Սաթենը ասեց, նաև մեր բժիշկն էլ ճիշտ միջամտեց, որ եթե կա պաթոլոգիա, պարտադիր պահանջում է բուժում նեղ մասնագետ։ Եթե չկա պաթոլոգիա, պետք չէ բուժել, պետք չէ դիմել այդ ճակերտավոր մասնագետներին, որոնք պատրաստ են մեծ գումարներ աշխատել մերսումներով, խոստացած իրենց բուժումներով եւ այլն, այլ պետք է մասնագետի պարզապես դիմել, եթե կա դրա կարիքը, նա կասի մեզ արդեն բուժումը համապատասխան եւ կհետևենք բնականաբար մասնագետի խորհրդին։ Սոնա, ինչ կարևոր եզրահանգման եկաք այսօրվա մեր քննարկումից։ Կարող եմ ասել, որ գեղեցիկ կեցվածք ունենալու համար պետք է հետևենք մեր երեխայի ինչպես առողջությանը, սննդին, ֆիզիկական ակտիվությանը, այլ ոչ ընկնենք լավ պայուսակ, գնենք մեր երեխայի համար թեկուզ օրթոպեդիկ կոշիկներ գնենք կամ տարատեսակ գովազդային խոստումների ծուղակը ընկնենք։ Հետևենք մեր երեխայի առողջությանը եւ եթե կարիքը կա, դիմենք բժշկի։ Ամփոփելով ես էլ մի իրավիճակ նկարագրեմ։ Պատկերացրեք, ես ինձ հռչակել եմ ծուրթաթություն բուժող մասնագետ եւ ունեմ իմ կլինիկան կամ մեթոդը։ Ես գիտեմ, որ ձեր երեխայի ոտնաթաթերի թեքությունը պայմանավորված է ազդրի ստորին եւ վերին հատվածների պտույտով եւ դրա վրա ազդել կարող է միայն ժամանակը։ Բայց գիտեմ նաեւ, որ այդ թեքությունը չի խորանալու, հակառակը, տարիների հետ կարող է եւ շտկվել։ Իսկ դուք չգիտեք դա։ Ուրեմն ես կարող եմ ձեզ երաշխավորել, որ բուժումն իմ մեթոդով կուղղի ձեր երեխայի ոտնաթաթերը։ Որոշ ժամանակ հետո, եթե ուղղվեցին, հաջողությունը կվերագրեմ ինձ, եթե չուղղվեցին, ապա կարձանագրեմ, թույլ չեմ տվել, որ թեքությունը զարգանա։ Երկու դեպքում էլ ես հրաշագործ եմ, դուք շնորհակալ։ Այս նույն օրինակը կարելի է տարածել երեխաների առողջությանը վերաբերող տարբեր հարցերի ու խնդիրների վրա։ Ծնողավարությունը ոչ միայն անհանգստանալու, ժամանակին բժշկին դիմելու, այլ նաև վստահության մասին է։ Դրա հիմքում կարող է լինել բժիշկը, որի խոսքը ձեզ համար հեղինակություն է։ Դրա հիմքում կարող է լինել ձեր տեղեկացվածությունը, բայց երբ բացակայում են թե մեկը, թե մյուսը, խուճապն անխուսափելի է։ Ցավոք միշտ էլ գտնվում են անտեղյակությունից ու խուճապից օգտվող մարդիկ, որոնք խոստանում են բուժել այն, ինչը պետք չէ բուժել։
Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ էիք ու ձեր փորձն ու գիտելիքը բերեցիք ծնողական ժողովի այս քննարկմանը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։